ցածր որ Մոնթեն երբեք չի ասում առաջ, միշտ ասում է ին հետևից։ Այդ մեկ նախադասություն իմ կարծիքով արդեն կնկարագրե Մոնթեին։ Եվ հետո Մոնթեն չափազանց հոգադար էր իր զինվորներու նկատմամբ։ Ես կհիշեմ քիշերմը շատ ուշ եկավ սենյակ ապրիլ 93-ին։ Ազերիները հագամարտկային ագանաներով գրագած էին մեր թիրքերը, լեցուն զոհ ունեինք եւ մաճկալաշեն եւ այլ ջարդարի ջագադեն եւ եկավ գլուխը գախ շատ դխուր այսքան զոհով շուշիգը կրավեինք սետա շուշիգը կրավեինք եւ ուզված էր ամեն մեկ զինվորին համար այդ դղում սիրտը գցավ էր կարծես իր երեխաներն են որ զոհվողները ամեն Երևան քալուն իբր քանի մորով գուկար չէ անպայման պիտի երթային հիվանդանոցները վիրավորները այցելելու նույնը եւ Մարդունի Գերթայի Մարդունի մեկ վարյան ազատ չուներ եւ անպայման այդ օրվա մեր իր ընելիքներուն մեջ եթե նոր վիրավորներ եղած են Մարդունի մանկապարտեզին նգուղային հարգն էին այդ վիրավորները միասին Գերթային սիրեն տեսնելու շատ կարեւոր է զինվորը շատ կարեւոր է այսինքն ինքը չեր ուդեր զինվորին կերցներ ես այդպես տեսած եմ քոնե Մոնթեին որովհետեւ Մոնթեին զորամասին մեջ օր եղած է որ միայն լա գարակ հաց եւ թեյ իսկ Մոնթեն գարակ չեր ուդեր հացի վրա եւ բայց փիլաֆի մեջ կուդեր ջաշի մեջ կուդեր բայց եւ ես ինքս կացած եմ խոհարարին ասած եմ որ ուրիշ բան չկա որ իրեն դակ ինքը գարակ չուդեր կինստա որ չէ սետա չենք ստացած խամսի դոշաբալ չունիք Կոնե դոշապ դրեք տողոդե այսինքն այդքան քեշեր եւ չեր խնդրեր չեր պահանջեր չեր ասեր որ չէ ինձի աստվեք անդվեք եւ ինքներ հրամանադարը բոլորն ալ գիտեին բայց եթե չգա ցամաքած գուտե բայց զինվորը պետք է սնդի եւ խիստ կբադվիրեր որ ջաշարանի աշխատողները ջաշը դանին ժամանակին ագանադես եղած են մեկ անգամ ինչպես բորած որ թիրքի ջաշը պիտի երթա ժամանակին չեմ ուզեր լսել որ ուշացած է ջաշը դողոց